Հարցս հետևյալն է, վերջերս լրատվամիջոցներից մեկի ղեկավարը կամ սեփականատերը, չգիտեմ, հայտարարություն էր հնչեցրել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը ստեղծվել է Ամերիկայի հատուկ ծառայությունների եւ անգլիական հատուկ ծառայությունների կողմից։ Ես խնդրում եմ պարզաբանեք, արդյոք այդ հայտարարությանը իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Եթե չի համապատասխանում, ինչու այդ անձնավորությունը չի կրում պատասխանատվություն անպատասխանատու հայտարարությունների, որ բավականին լուրջ հայտարարություն է եւ ի վերջո մեր հասարակությանը մոլորեցնող, եթե մոլորեցնող է, այդ արտահայտությունների համար մարդիկ պիտի պատասխանատվություն կրեն, քանի որ ժամանակը չի հերիքում, արձագանքի ժամանակ երկրորդ հարցս կտամ, շնորհակալ եմ։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու եւ կրկնում եմ, որ նման բան չկա եւ չի կարող լինել։ Արձագանք։ Շատ լավ, բայց ես կարծում եմ, որ շատ այնց զգայուն հարցերի վերաբերյալ կոնկրետ անպատասխանատու հայտարարություն անող անձիկ պիտի պատասխանատվություն կրեն իրենց ասածների համար։ Հաջորդ հարցս վերաբերում է հետևյալին, եթե չեմ սխալվում, դուք եք ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովում եւ ուզում եմ երկու հարց ճշտել ձեզ հետ։ Արդյոք Գիրանց ոսկեպար հատվածում խնդիր կա թե չէ սահմանազատման սահմանագծման հետ կապված, այսինքն այնտեղ կան տարածքներ, որոնք որ սահմանագծված եւ սահմանազատված չեն, եւ հաջորդ հարցս վերջերս էլի հայտնի դարձավ, որ Սյունիքում ինչ որ գործընթացներ են սկսվում սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված եւ խնդրեմ նաեւ այդ հարցին պատասխանեք։ Արդյոք դա համապատասխանում է իրականությանը թե չէ, ինչ տեղում է եւ եթե ինչքան որ հնարավոր է տեղեկություններ հայտնեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Իհարկե մեր քննարկվող հիմնական օրենսդրական նախաձեռնության հետ դա որևիցե կապ չունի, բայց կպատասխանեմ, այո, ես էլ եմ ընդգրկված ձեր կողմից նշված հանձնաժողովի կազմում եւ հանձնաժողովի բոլոր քայլերի վերաբերյալ եւ բոլոր հանդիպումների վերաբերյալ մամուլում տարածվում է պատշաճ հաղորդագրություն, որի ուսումնասիրմամբ դուք կարող եք ձեր հարցերի պատասխանը ստանալ։